Փետրվարի 5-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը արձագանքել է նույն օրը Բաքվում անցկացվող ապօրինի դատավարությանն ու դատարանի կայացրած վճռին, որով Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչները դատապարտվել են ցմահ կամ երկար տարիների ազատազրկման։ Մայրաթորի հայտարարությունում ասվում է. «Խոր ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային եւ միջեկեղեցական հարթակներում ի խնդիր կերեվարված հայրենիների ազատ արձակման եւ հայրենիք վերադարձի։ Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդարված պետական գործիչներին, ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին», ասվում է հայտարարության մեջ։ Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահին Բաքվի հայ բանտարկյալների ազատագրության եւ Արցախի հոգեվոր մշակութային կոթողները անխաթար պահպանելու հարցերով։ Նամակում Արամ Արաչինը Ջեյմս Վենսին հիշեցրել է, որ միջազգային օրենքը հստակորեն ընդգծում է թե ռազմագերիներին ազատ արձակելու, թե հոգեվոր մշակութային կոթողների պաշտպանության կարևորությունը։ Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնել են, որ նամակն արդեն հանձնվել է Միացյալ Նահանգների փոխնախագահին։ Ջեյմս Վենսը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան։ Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում փետրվարի 5-ին տեղի ունեցավ սրբազան պայքար գործով դատական հերթական նիստը։ Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց Վահագն Չախալյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, իրավաչափ համարելով նրան ազատել կալանքից գործով անցնող մյուս մեղադրյալների օրինակով։ Հիշեցնենք, որ այս գործով 18 մեղադրյալներից միայն Վահագն Չախալյանն ու Բագրատ Սրբազանն են շարունակում մնալ կալանքի տակ, մինչդեռ պայքարի մյուս անդամների նկատմամբ կիրառվել են խափանման այլ միջոցներ։ Պաշտպանները ներկայացրին Վահագն Չախալյանի ընտանեկան վիճակը, նշելով, որ նա ընտանիքի միակ աշխատողն է, ունի 3 զավակ, որոնցից 2-ը անչափահաս են, իսկ մեկը ուսանող։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը պահանջեց հիմնավորող հանգամանքներ, որոնք կարող են արդարացնել խափանման միջոցի կիրառումը։ Հարցի քննությունը տեղափոխվեց հաջորդ դատական նիստ։ 3 ապացույց ներկայացնել դատարանին, առաջինը Նիստի հաջորդ հատվածում պաշտպանական կողմը ներկայացրեց ապացույցների ծավալը։ Դրանք հիմնականում գաղտնալսված եւ հրապարակված հեռախոսազրույցների սղագրությունների այն հատվածներն էին, որոնց մոնտաժված տարբերակները հիմք էին հանդիսացել մեղադրանքի համար։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատարան հրավիրել ու հարցաքննել ԱԺ Հայաստան խմբակցության падգամավորներ Գառնիկ Դանիելյանին եւ Հովհաննես Ավետիսյանին, որոնք ըստ Խուդոյանի իրենց ցուցմունքներով կհայտնեն հանգամանքներ, որոնք կհերքեն առաջադրված մեղադրանքները։ Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց նաև հարցաքննել քննչական կոմիտեի նախագահին եւ գլխավոր դատախազին։ Քանի որ իրենք պնդումներ են կատարել, տվյալներ են հաղորդել, որոնք քրեական վարույթի նյութերում մենք չենք հանդիպել, ուզում ենք հասկանալ այդ տվյալները իրենց որտեղից արդյոք եղել են վարույթում տենց տվյալներ դուրս են բերվել, թե իրենք ուղղակի հնարել են այդ տվյալները։ Օրինակ քննչական կոմիտեի նախագահը ասել է, որ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված փաստաթուղթ կա գործում։ Հիմա մենք գործում չունենք որևէ ձեռագրապանական փաստաթուղթ եւ ես գիտեմ, որ իր ձեռքով գրված այդպիսի փաստաթուղթ չկա։ Հիմա արդյոք դա եղել է ուրիշ վարույթում, թե վարույթում ինչն են իրեն վերագրում, այդ արտահայտությունների հետևից ցանկանում ենք, որ կանդադարանը ցուցմունք տան։ Նաեւ խոսքը վերաբերում էր կոնտեքստից չկտրելու մասին, յուլելու ձայնագրություն հրապարակելը, որ եւ քննչական կոմիտեի նախագահ եւ գլխավոր դատախազը հայտարարել էին։ Ուզում ենք հասկանալ ինչ հանգամանքների բերում են այդպիսի հայտարարություն արել, որտեղ կարող է պարզվի, որ ենթակա դատախազներն են սխալ զեկուցել եւ դա լրացուցիչական բացարկի հիմք կարող է հանդիսանալ կամ ընդհանուր ավելի ծանր հետևանքներ առաջացնելու։ Դատական նիստի ընթացքում Բագրատ Սրբազանը իր մտահոգությունն արտահայտեց Բաքվում ցմահ դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի վճռի կապակցությամբ։ Ճիշտ այսօր Բաքվի դատարանում Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել ամոթ այն ամբողջ հասարակական եւ ոչ հասարակական քաղաքական ու պետական մտքին,
ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին։ Նախ Բաքվի դատավարությունը ամբողջովին ֆարս է եւ մենք բազմիցս համոզվել ենք դրանում եւ պետքա չհասներ դատավարության փուլ ընդհանրապես եւ կարծում եմ որ մեր իշխանությունները պետքա ամեն ինչ անեին միջազգային հանրության առջև նաեւ բարձրացնեն այս հարցը որպեսզի չհասներ այս վիճակին։ Մենք նաեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երբ որ ստորագրվում էր այդ խաղաղության, այսպես ասած, խաղաղության համաձայնագրի նախնական տարբերակը, պետք է այդ ժամանակ նաև առաջի պայմանը մեր կողմից պետք է լիներ Բաքվի գտնվող մեր հայրենակիցների բոլորի ազատ արձակման հարցը։ Այս օրերին էլ իմացանք, որ գնդերեցները արդեն զինված ուժերում չեն ծառայելու, այսինքն չի լինելու հոգևոր սպասավորություն զինված ուժերում եւ փորձել են իրենք էլ հոգևորականներին իրենց ձեռքի տակ վերցնել, ինչ-որ առաջարկներ են արել։ Դատավարությունից առաջ էլ նշեցի, հիմա էլ հաստատապես կասեմ, որ հոգևորականը մարդուն չի ծառայում, մարդու ձեռքի տակ չի, Աստծուն է ծառայում, իսկ այն հոգևորականը, որ արդեն մարդու ձեռքի տակ մտավ, նա արդեն հոգևորական չի։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 12-ին ժամը 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց։ Վերաքննիչ դատարանն այն փոխարինեց տնային կալանքով։ Դատարանն արգելեց Սրբազան հորը տնից բացակայել, արգելվեց նաև ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ ունենալ եւ նամակագրություն վարել։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում միայն պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի եւ Սրբազանի եղբորորդուն, որը նաև իր խնամակալն է։ Բացառություն են նաև անհրաժեշտության դեպքում բուժանձնակազմի հետ շփումը, շտապ օգնության, իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն կանչելու դեպքերը։ Այստեղ իրականում ավելի մեծ սահմանափակումներ կիրառվեց, եթե օրինակ նախկինում ինքը ավելի մեծ մասշտաբի շփման հնարավորություն ուներ, հիմա կոնկրետ սահմանափակված է այդ շփումը մի քանի հոգու հետ, այսինքն նաև սա պետք է դիտարկենք, որ իրենց համար գուցե սա ավելի լավ իրավիճակ է սահմանափակումների մակարդակը, քան օրինակ կալանքի պարագայում էր, բայց այնուամենայնիվ եկեք դրական քայլ դիտարկենք սա եւ փորձենք հետագայում նաև հենց այդ ուղղությամբ գնալով փորձել նաև սրանից ազատվել, այնպես որ միայն բացասականը չգնահատենք, այսօր ունենք դրական քայլ եւ այս դրական քայլը պետք է արձանագրենք ու հուսանք, որ հետագայում հենց այս նույն ինչպես պարոն Զորաբյանը նշած, նույն այդ արտաքին ճնշումների եւ նաեւ այս հրապարակումների արդյունքում գուցե ինչ-որ պահի հասնենք նաեւ լիարժեք արդարության, որ արդարացվի եւ ամեղությունը հաստատվի։ Պաշտպանության կողմը դատարանին խնդրեց թույլ տալ Միքայել Սրբազանին մասնակցել կիրակնօրյա եւ տոնական պատարակներին Գյումրիի 7 վերք եկեղեցում։ Քանի որ նման նախադեպ դատարանի պրակտիկայում չի եղել, դատարանը հայտարարեց, որ հարցի վերաբերյալ որոշում կկայացվի հաջորդ դատական նիստում։ Արա Զոհրաբյանը որպես նախադեպ դատարանին հիշեցրեց Արագածոտնի թեմի դիվանապետ տնային կալանքի տակ գտնվող Գարեգին Քահանա Արսենյանի գործը, որի շրջանակում դատարանը նրան թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարակներին բնակության վայրին մոտ գտնվող եկեղեցում։ Ես կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ Միքայել arczepiskopos Աճապահյանը հանիրավի գտնվում է կալանքի տակ, ընդ որում տեսեք խոսքով կատարված արարքի համար։ Արդեն երկար ամիսներ գտնվում է կալանքի տակ, 63 տարեկան է, ընդ որում arczepiskopos է եւ մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ որ ծանր հանցագործների մեջ մեղադրվողները դուրսն են կամ տնային կալանքում են, կալանքի ներքո են գտնվում։ Այսինքն այդ տարբերակված մոտեցումը շատ ակնառու է եւ ես կարծում եմ, որ նաեւ այսօր երևի դատական համակարգը հասկանում է, որ միեդի ձեռքից չի պրծնելու առնվազն կամ միջազգային կառույցների կողմից այս ճճացող խախտումները բոլոր դեպքերում իրենց դեմ են ուղղվելու։ Ես չեմ կասկածում, որ քաղաքական որոշում է եղել, չեմ կասկածում ուղղակի։ Եղել է բնականաբար
քաղաքական որոշում, դա իմ կարծիքն է, բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաև արտաքին ճնշումներից, միջազգային կառույցների, իրավունքի ճնշումներից, հանրության լրագրողների, այս բոլորի արդյունքն է, որտեղ եթե դուք այս լուսաբանումները չանեիք, մարդիկ տարբեր տեղերից եւ տարբեր տրամաչափի փաստարկներ չներկայացնեն, ես կարծում եմ մենք ունենենք նույն վիճակը։ Այսինքն այս դրական ճնշումը բնականաբար ինչ որ քաղաքական իրենց կեցվածքի վրա բան փոխեց։ Այո, քաղաքական իհարկե որոշում եղել է, որ մենք այսօր այս հանգամանքին ենք հասել։ Միքայել Սրբազանն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Գանգատում նշվում են անօրինական կալանավորման, արտահայտվելու ազատության խախտման, ինչպես նաև ազատությունից զրկելու եւ քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու վերաբերյալ փաստեր։ Հոդված 18-ը դա ըստ էության պետք է փոխկապակցված լինի հիմնարար որևէ խախտման հետ, օրինակի համար այս պարագայում ազատության իրավունքի խախտման հետ, որը որ ունի ըստ էության այլ ենթատեքստ, այս պարագայում մենք քաղաքական ենթատեքստ ենք տեսնում եւ այս համակցության մեջ է դիտարկվում, բայց քանի որ այդ հարցով, ինչպես պարոն Զոհրաբյանը ասաց, առանձին անդրադարձ կատարելու ենք, կփորձենք ավելի դետալային դրան անդրադառնանք, որ sense ավելի մանրամասն հասկանալի լինի։ Խախտումները ակնհայտ են, ճչացող խախտումներ են, վստահ եմ, որ միեդում հաջողություն ենք գրանցել, ունեմ այդ վստահությունը։ Սրբազան հորը կտեղափոխեն Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Նա դեռևս հետվիրահատական շրջանում է, բժիշկների հսկողության տակ։ Սրբազանին նոր վիրահատություն է սպասվում։ Փաստաբանները հայտնեցին, որ բժիշկների ցուցումով փետրվարի 10-ին նախատեսված վիրահատությունը կհետաձգվի։ Հաջորդ նիստին կքննվի նաև Սրբազան հոր պատժաչափի հարցը։ Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է երկարացնել 2 տարվա կալանքը ևս 6 ամսով։ Իսկ պաշտպանության կողմի պահանջն է բեկանել առաջին ատյանի դատավճիռը, ազատ արձակել Սրբազան հորը եւ նրան անմեղ ճանաչել։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մոսկվայի հայ համայնքը Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիա է անցկացրել ի պաշտպանություն հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի։ Alpha News լրատվամիջոցը անդրադարձել եւ լուսաբանել է իրադարձությունը։ Հավաքի մասնակիցներն իրենց խոսքում զորակցություն են հայտնել նորին սրբությանը, հալածվող հոգեվորականներին, ամբողջ եկեղեցուն։ Ակցիայի մասնակիցները հանդես են եկել «Պաշտպանենք մեր եկեղեցին», ձեռքերը հեռու Սուրբ Էջմիածնից, ազատություն հոգևորականներին, պաստառներով։ Կոչ են արել ազատել ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Սա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների առաջին հանրահավաքը չէ։ Երկրի տարբեր քաղաքներից եկած մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել հոգևորականների ու հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների առնչությամբ եւ նշել են, որ Սփյուռքը չի կարող անտարբեր մնալ, երբ ոտնահարվում է հայ եկեղեցու ինքնավարության իրավունքը։ Արաքածոտնի թեմի Կոշ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում մեկտեղվել են թեմի հոգևորականները, Ղազարավանի Մենաստանի միանձնուհիները, հավատացյալներ հեռու ու մոտ բնակավայրերից։ Թեմի ամեն 5 շաբթի կատարվող միասնական ժամերգությունների վայրն այս անգամ Կոշի Սուրբ Գևորգն էր։ Կարծես մեզանում ավանդույթ դարձած ամեն 5 շաբթի երեկոյան ամեն մեկ եկեղեցու կամարների տակ միասնական մեկ աղոթքով հանդես գալով դառնում ենք արտեր Հիսուս Քրիստոս, միասնական խոսքով դառնալով մեր երկրի պահպանությունը խնդրելու, մեր երկիրը պահող զավակներին, մեր զինվորների պահպանությունը խնդրելու, այո, աղոթքով դառնալով մեր սրբազան հոր, նաև մեր սրբազանների, որոնք որ այսօր ցավալիորեն պիտի կրկնեմ, անօրինաբար գտնում են ոչ ազատության մեջ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այսօր նեղության մեջ են։ Կան չարիքներ, որ միայն գործողի համար է վատ, տրտմությունը, հուսահատությունը, ծուլությունը, թվեց Տեր-Ղևոնդը, եւ կանգ առավ սուտ մատնության չարիքի վրա։ Դա մարդու կատարած ոչրագործության չափը կրկնապատկում է, որովհետեւ սուտ վկայություն տվողն իրեն կամովին չարի է մատնում եւ ուրիշների հանդեպ է չարիք գործում։ Արդյոք մարդիկ գիտակցում են, երբ որ կամովին հայտնվում են այդ կարգավիճակի մեջ։ Գիտեք, այդ չարիքի մեծությանը կշիռ
սահման չկա։ Ով կարող է վերցնել ու կշռել ու խոսել հենց այդ չարիքի մասին եւ ներկայացնել չարի վնասը, անգամ սուտ վկայությամբ։ Ամեն հինգշաբթի կատարվող այս ժամերգությունների ընթացքում ներկաներն աղոթք են բարձրացնում հանիրավի անազատության մեջ գտնվողների, գերիների, հայրենիքի ու հայ առաքելական եկեղեցու պաշտպանների համար։ Անազատության մեջ է նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Ամեն ինչին ժամանակ կա, սա էլ կանցնի, ոչինչ, մեր հոգևոր հավատքը անկոտրում է։ Շատ կարևոր է ներքին խաղաղությունը եւ հոգևոր ազատությունը։ Մեր հայրենիքը պետք է շեն լինի, ազատ հավատքով ապրի, նշեց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվը եւ ներկաների հետ աղոթեց անազատության մեջ գտնվող հոգևոր ծնողների համար։ Տեր-Ղևոնդ Քահանա Գափոյանը 5 համայնքների հոգևոր հովիվ է, սիրով ու գոհունակությամբ է ներկայացնում համայնքների բնակիչներին ու սրբավայրերը։ Կենտրոնը կոշի Սուրբ Գևորգ եկեղեցին, դրա հետ մեկտեղ արդեն Սասունցիա բնակ Ուջան, Ավան համայնքները, նաև Ավանի հարևանությամբ, նաև Մաղդա եւ նաև Արագածոտն։ 5 համայնքներ են, որտեղ որ բնակություն հաստատողները Սասունցիա բնակ են հիմնական, մյուսները Մշեցի, Վանեցի, տարբեր տեղերից համախմբված եւ բնիկներ։ Այստեղ մշտապես երախտագիտությամբ են հիշում հայրենիքի համար նահատակվածներին, հարգանքի տուրք են մատուցում, արժևորում գիտակցված մահով անմահացածներին։ Չկա այդպիսի մի օր ես չանդրադառնամ այն բոլոր նահատակ որդիներին, որոնց մի շարք իմ աշակերտներն են եղել, այն երեխաներն են եղել, որոնց որ ես մկրտել եմ։ Այդ երեխաները տվեցին ամենավերջի իրենց ունեցած հարստությունը։ Դա կյանքներ։ Եվ Բահյայի Միասնական ժամերգությունն ավարտվեց Տեր Շնորհ Կաբեղա Պալոյանի պահպանիչ աղոթքով։ Եկող հինգշաբթի փետրվարի 12-ին ժամը 19-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում։